Փարթիրոջ ցրելներ շնորհակալ ենք Աստծմից այսօրվա համար, որ կամեցավ Տերը այստեղ գտնվելու եւ իր խոսքի եւ կամքի համաձայն ցրելներ նայելու իր ճշմարտությանը, թող իր անունը փառավորվի Հավիդյանը Սավդենից։ Մինչ խոսքիս անցնել է ցրելներ, ուզեմ ինչպես համիկ եղբայրն ասեց, Տերը տա մեզ ուժ, զորություն եւ կարողություն, որտեւ առանց իրան մենք ոչինչ անել չենք կրնա։ Թող իր անունը փառավորվի եւ մեզ ողորմություն, օգնություն շնորհի մեզ իրեն հասցնելու, որտեւ մեր հավատքը դրել ենք իր վրա, սիրելիներ։ Ուրիշ մեկը չկա։ Ինչ էլ որ լինի, մինչեւ հիմնական մտքից անցնելը, ուզում եմ այդպես ասեմ հետեւյալը եւ հետո պետք է մի քանի տեղ կարտանք, պես նայենք Աստծո խոսքին եւ նայենք մեզ եւ Տիրոջ խոսքի եւ կամքի համաձայն իհարկե աղոթ կանենք։ Այսպես մտքիս դրվեց մի բան, իշքան շնորհակալ ենք, որ Աստված մեզի գտե կանչել է, Փարթիրոջը։ Նաև իշքան շնորհակալ ենք, որ Աստված մեզի զորություն, ուժ, կարողություն է տվել, ինչ ամեն մեկս թե ինչ վիճակի մեջ ենք, ինչ կյանքի մեջ ենք։ Իշքան ենք, այդպես ասեմ, իշքան ենք առաջ գնացել, իշքան ենք աճե, իշքան ենք ոնց որ ասած Աստծո խոսքին ընդառաջ գնացել, որքան է Աստծո խոսքը մեր վրա ազդե Փարթիրոջը։ Ես էդի այդպես ասում եմ, Տեր, իշքան որ տվել ես, ես շատ շնորհակալ եմ քեզնից, որ իշքան որ ինձ աճեցրել ես։ Բայց այստեղ մի կարևոր բայց կա սերներ, բայց դեռ քանի որ էլի կարիքը շատ ունենք եւ էլի ուզում ենք, որպեսզի Տերը նորոգի, զորացնի, աճեցնի սիրելներ եւ նորոգի մեր հոգիները, մեր մտքերը, մեր սրտերը մինչև իրան հասցնի։ Դա համար շնորհակալ եմ իր կատարած գործի համար, որ իմ կյանքում ինքը կատարել է Փարթիրոջը։ Շնորհակալ եղեք բոլորդ էլ, որ Աստված շատ բան է արել ձեր կյանքում, շատ բան։ Աշխարհից կտրել է, բերել է, մեղքից, սատանայից ազատել է, խորհուրդ դժոխքից մեզի փրկել է, իր որդուն մեզի համար տվել է փառք իրան Հավիդյանը Սավդենից։ Այսօր շատ շատերը կարող ուզենային, որպեսզի գտնվեին այստեղ, բայց այսօր չկան։ Շատ շատերի աչքերը չբացվեցին առավոտյան, շատ շատերը գնացին այս աշխարհից։ Շնորհակալ ենք Աստծուց, որ Աստված մեզի պահեց, իր ողորմություն արեց եւ մեզի բերեց իր ոտքերի մոտ, իրեն փառք Հավիդյանը Սավդենից ամեն։ Եվ ուզում եմ սիրելիներ խոսքը սկսեմ հետևյալ Հակոբոս 4-րդ գլխի 7 համարից մի քանի համարներ եւ երկու վիճակի վրա ուզում եմ կարճ կանգնել, երկու վիճակի վրա ուզում եմ այդպես փոքր ինչ խոսել սիրելիներ։ 4 Հակոբոս 4:7-ից Ուստի հնազանդեցեք Աստծոյ, սատանային հագարակ կեցեք ու անիկա ցեզ մի պիտի փախչի, Աստծոյ մոդեցեք, անիկա ցեզի պիտի մոդենա, սրբեցեք ձեռքերը մեղավորներ, մաքրեցեք սրտերին երմիդներ, տարաբանք քաշեցեք ու սուկ կրեկուլացեք, ձեր ծիծաղը սուկի դառնա ու ձեր ուրախությունը տրտմության, Տիրոջ արժեվ խոնարհվեցեք ու այն ցեզի պիտի բարձրացնե Փարթիրոջ սիրելիներ։ Ուղղակի ուզում եմ 7-րդ համարի վրա որ մի քիչ այդպես կանգնել, այստեղ ասում է ուստի հնազանդեցեք Աստծոյ, սատանային հագարակ կեցեք եւ անիկա ցեզ մե պիտի փախչի։ Այսպես ես խորում եի, մեր տամեջ խորում եմ, Տեր ասում եմ, եթե ես քեզ չհնազանդվեմ, սատանան ինչպես փախչի ինձանից, Սերներ, խոսքի հնազանդությունն է կարևոր։ Մեկ մարդը հանգարց ես ասեմ անլուրջ բաներ չանենք։ Մեկ է մի բան է, եւս գնա սատանա, եւս գնա սատանա։ Այդ սուդի բաներ են, գիտեք ճշմարտությունը որն է, երբ որ հնազանդվում ես Աստծո խոսքին եւ լսում ես Աստծո խոսքը, քո մեջ տեղ է գնում այդ ժամանակ, որ եդիս է չանես, ինքը քեզից կփախչի կգնա։ Ես իմ կյանքից ասեմ սրաները, երբ որ տեղ եմ տվել, ինչ որ մի բան չեմ կարողացել նայել Աստծո խոսքին, այլ իմ մարմնի մտքին, իշքան է ուզում ասել, հեռացի, եդիս գնա, չգիտեմ ինչ արա, ինքը բնավ չի հեռենա։ Եվ դրա համար կարևոր բան կա, որ այդպես ես խորում եմ, ասում եմ Տեր, դուր այդ հնազանդության հոգին, այդ միտքը դուր, որպեսզի հնազանդվեմ քեզ եւ նոր կարողանամ հագարակ կենալ սատանային եւ անիկա ինձ մե պիտի փախչի։ Եվ տեսեք, երբ որ կարդում ենք Եփեսացիների թուղթը, տեսեք, այստեղ երկու տեղ ուզում եմ ձեզի հիշեցնեմ։ Նախ 4-րդ գլխի 26-27-ը կարդամ, Եփեսացիների 4-րդ գլխի 26-27-ը։ Եթե բարգանակ մեղ մի գործեք, արևը ձեր բարգության վրա մաշ չմտնի եւ սատանային տեղ մի տակ։
Հիմա ուշադիր եղեք, սիրելիներ, այստեղ գրված ասում է, եթե բարգանաք մեղ մի գործեք, ես մի բան անկեղծ ասեմ, ինձ համար առաջին եւ ձեզ համար։ Երևի մեզանից համարյա մեկը չլինի, որ ասի, ես բնավ չեմ բարգանում, բնավ չեմ նեղվում, բնավ իմ մեջ այդ բաները չկա, ես չգիտեմ, առաջին ես ինձ եմ ասում։ Ասում է, եթե բարգանում եք, մի մեղանչեք, այսինքն չար ու վատ բառեր մի ասեք։ Ասենք վատ արտահայտություններ մի արեք եւ այդ դեպքում ասում է սատանային տեղ չեք տա եւ դա ասում է սատանային տեղ մի տվեք ուրեմն տեղ տալը եւ տեղ չտալը կախված է ինձանից որ աղոթես Հիսուս ջան ինձի ողորմությունները կամ սատանային տեղ չտան Աստված ասում է գրված կկատարիր խոսքին լսե խոսք ընդունե Եթե ոչ չես կարող, չեն կարող սերներ, որտեղ գրված է, առանց ինձի բանը չեն կրնա անել Տիրոջից, բայց ես նախ պետք է ընդունեմ, հավատամ եւ հավատքով դեմ տնեմ, հավատքով դեմ տնենք մեր հագարագոր սատանային ու անիկա մեզ մեպիլի փախչի, որտեղ տեսեք նույն Եփեսացների 6:10-11-ը կարտամ Եփեսացից 6:10-11 Ալասկեդև եղբայրներս զորացեք Տիրոջով անոր զորության կարողությունով տեսեք որովհետեւ մենք զորանանք այդ զորության կարողությունով կարողանանք դեմ տնել եթե ոչ մարդը ինչ զորություն ունի օրինակի համար ես մտածում խորում եմ մարդը ինչ զորություն ունի որ կարողանա սատանային դեմ տնել ասում է զորացեք Տիրոջով անոր զորության կարողությունով ձեր վրա հակեք Աստծո սպառազությունը որբեզի կարողանաք սատանայի հնարքներուն դեմ տնել Դուք չգիտեմ իշքան եք հասկանում կամ չեք հասկանում Սուրբ Գրքից Սատանան խորամանկ մեր հոգիների թշնամին ինքը ամեն ժամանակ ուզում է մարդուն նետահարել իր մտքերով, չարություններով, վատ ու վատ բաներով սիրելիներ այստեղ ասում է որ մենք պետք է սպառազինվենք Աստծո սպառազինքով, որբեզի կարող լանք սատանայի հնարքներուն դեմ տնել։ Այսինքն այդ բոլոր հնարքները սատանան ստեղծում է մեր շուրջը, որբեզի մեզ մեղանչել տա։ Աստծոց հեռացնի եւ մենք տեղ տանք իրան, ինչ որ բանում իրական կկատարելու եւ այդպես ինչ որտեղ արեք ճիշտ խոստովանենք սիրելիներ, իրեն թող իրապես Աստված մեզանից հեռացնի, մեզի զորացնի, որբեզի տեղ չտանք, ինչ որտեղ ինքը օգտվում է եւ կարողանում է ինչ որտեղ մեզի ինչ անել Խնդրի առջև կանգնեցնել, հետո ասում ենք, «Ահ, Աստված ջան, ինչու այսպես, ինչու»։ Ես էլ այսպես մտածում եմ, ինչու, բայց այստեղ գրված է սիրելիներ, գրված է, հնազանդ կեցեք, սատանային տեղ մի տվեք, ձեր վրա հակեք Աստծո սպառազինությունը, որբեզի Աստծո սպառազինությունով կարողանանք դեմ տնել։ Քրիստոնյա մարդը ամեն օր պետք է խնդրի Տիրոջը, ինձ զինե, ինձ սպառազինե, ինձ զորություն, կարողություն տուր, որբեսզի ես կարողանամ դեմ տնել, ես կարողանամ ամեն հնարքները սատանայի մերժեմ։ Սիրելիներ, եւ դրա համար Աստծո խոսքը մեզի սովորեցնում է ճշմարտությունը, որբեսզի մենք օրիօր սովորենք, օրիօր աճենք, օրիօր մեծանանք։ Օրոր հոգևոր հասակ առնենք, քանի երեխա է, օրինակ երեխաներ մեր բոլոր ընտանիքներում եղել են, կան եւ կլինեն, սիրելիներ, երեխեն ինչքան հեշտ է խապվում տարբեր տեսակի բաների մեջ, հա? Խնդիրների մեջ, խնդիրներ, մինչև մեծանում է նայած մարդու տարիքի, որբեսի կարողանա, ասենք թե հասկանա չարն ու բարին զանազանի իրարից։ Դուք հավատում եք, որ ինչ որտեղ կարող է հավատացյալը չզանազանի։ Ունեք ես մի զանազանության մասին ասեմ, հիշում եք, որ Պողոս առաքյալը քարոզում էր եւ մի վհուկին ասում էր, սրանք Աստծո որդիներն են, զավակներն են, մեզ եկել են սորվեցնելու, ասելու, մեզի բացատրելու Տիրոջ այս ճանապարհը, բայց որ մի քանի անգամ ասեց, տեսեք Պողոս առաքյալը ինչ հոգևոր, ասենք թե մտքի մեջ էր։ Եսպես մեկ ասում եմ, եթե ես լինեի ունձի գովար ամեն օր ու ասեր, ես եմ, բա տեսնում եք, ես ինչ բայց Պողոսը զանազանեց, առաքյալը զանազանեց եւ հրամայեց եւ սատանան հելավեց մարդուց։ Որբեսի երբ որ Պողոսը դեղից ետար, ինքը ասեր, տեսնում եք, ես որ ասում եի Պողոսը ընդունում էր այս բաները, հիմա էլ ինձ լսեք, կամաց խապեր այդ ժողովրդին։ Հասկանում եք, սատանայի երած հնարքը, ասենք հասկանալու համար պետք է իրապես Աստծո միտք ունենանք։ Աստծո միտքը, Աստծո ճշմարտությունը, որբեսի կարողանանք դեմ տնել։
Նա մեր հոգիների թշնամին է, ամեն օր պատերազմում մեզ հետ գիշերուց երեք, որպեսզի մեզի հասցնի վատ կյանքի, վատ ընթացքի, վատ վիճակի։ Եվ չեմ ուզում ինչ որտեղ սատանայի մասին շատ բաներ անեմ, ուզում եմ ուղղակի մենք հասկանանք եւ խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ։ Աստված մեզի շնորհք ու ողորմություն անի սիրելիներ։ Թե նոր ուխտի ժամանակ եւ թե հին ուխտի ժամանակ հավատքի մարդիկ եկել են Տիրոջը, հնազանդվել են եւ Աստված իրանց մեջ բոլոր հարցերը լուծել է։ Աստված կարող է մարդու մեջ լուծել բոլոր հարցերը։ Համաձայն եք թե չէ, երբ որ մենք խոնարհվում ենք, երբ որ մենք հնազանդվում ենք, երբ որ մենք գալիս ենք Տիրոջ։ Ես մի համար ուզում եմ կարդալ հին ուխտից, հետո մի երկու տեղ էլ այդպես կամ երեք տեղ նոր ուխտից կարդամ սիրելիներ, որպեսզի մենք կարողանանք աղոթք անենք եւ այսպես Տիրոջ ողորմությունը, օգնությունը խնդրենք։ Ես ուզում եմ կարդալ երկրորդ գիրք Մնացորդած 15-րդ գլխի սկզբի մի առաջի համարից, մի քանի համարներ ուզում եմ կարդալ, եւ ասում է ու Օվդեդի որդու Ազարիայի վրա Աստծո հոգին եկավ։ Եվ Ասայի արչև ելելով Սավանոր, ով Ասա ու բոլոր Հուդա ու Բենյամին ինձի մտի գրեք, Տերը ձեզի հետ կլա այն ժամանակ, քանի որ դուք անոր հետ եք, ու եթե զանիկա փնտրեք, զանիկա կգտնեք, բայց եթե զանիկա թողուք, անիգալ ձեզ պիտի թողու։ Եվ Իսրայելը երկար ժամանակ առանց ճշմարիտ Աստծո, առանց սորվեսնող քահանայի ու առանց օրենքի մնացել էր, բայց իրենց նեղության մեջ Իսրայելի Տեր Աստծոյ դարձան ու զանիկա փնտրելով գտան։ Ուրեմն պետք է սիրեն այսօր ուշադիր լինենք, ամեն մեկս մեր կյանքին հեռացել եմ, չեմ հեռացել, ինչպես է վիճակս, ինչպես է կյանքս, եւ այստեղ սիրելիներ ասում է, երբ որ հոգին իջավ Ազարիայի որդու վրա, Օվդեդի որդու Ազարիայի վրա, ասում է, նա բարձրաձայն խոսեց թագավորի հետ Ասայի հետ, Սավանոր, ով Ասայի բոլոր Հուդա, Բենյամին ինձի մտի գրեք, Տերը ձեզի հետ կլա, քանի որ դուք անոր հետ եք ու եթե զանիկա փնտրեք, զանիկա կգտնեք, բայց եթե զանիկա թողուք, այն ալ ձեզի պիտի թողու։ Տեսնում եք, որ մեր կողմը շատ կարևոր է։ Եթե ես իրան ամուր չբռնեմ, եթե ես չուզենամ, որ ինքը իմ հետ, իմ մեջ, իմ կյանքում լինի, սիրելիներ, ինչ պետք է եղնի, օրինակ ես մտածում եմ, որ չի լինի այդպես։ Եվ դրա համար ասում է, ժողովուրդը երբ որ հասկացավ, նեղության մեջ էին ընկել, եւ իրանց սրտովը դարձան սիրելիներ, եւ փնտրեցին Տիրոջը եւ գտան։ Ես մեկ մտածում ասում եմ, Տեր, ողորմե մեզի եկեղեցուդ բոլորից սերներ։ Կարող է մարդը չհասկանալով էլ էս բանը իր մեջ ունի, գիտեք, հասկանալով, չհասկանալով կարող են մի դժվարության մեջ, բայց միշտ ամեն օր պետք է մարդու սիրտը Տիրոջը փնտրի։ Տեր, եթե հեռացել ես, եթե ինչ-որ բան ես թույլ եմ տվել, եթե ինչ-որ խնդիրներ առաջացել է, ես ուզում եմ, որպեսզի դու ինձ բժշկես, իմ հոգին նորոգես, իմ հոգին բժշկես, ես սրտանց կանչում եմ քեզ։ Սիրելիներ, Աստված տեսնում է, որ սրտանց, օրինակ ես մեկ մտածել խորել եմ մի միտք, ես Աստծուց առել եմ, էլի շատ տարիներ առաջ էր այդպես, պես ընկել էի խնդիրների մեջ, իմ մեջ պես փնտրում էի Տիրոջը ողորմությունը, օգնությունը, գիտեք ինչ ասավ անկեղծ եղիր Տիրոջ հանդեպ, շատ շուտ էր էլի, անկեղծացիր Տիրոջը։ Դուք գիտեք, որ մարդը կարող է իր խոսքի մեջ իբր խոսում է, որ ես էսպես եմ, բայց կեղծավորություն է անում։ Օրինակ փարիսեցիները ինչքան կեղծավորություններ էին անում։ Եվ անկեղծանալ Աստծո առաջ բերել ամբողջ սիրտը։ Իհարկե ես հիմա միտեղ պիտի կարդամ փարիսեցին ու մաքսավորը որ աղոթք էին անում, տեսակ անկեղծությունը մաքսավորի մոտ ինչպես դրսևորվեց սրերներ, ինչպես դրսևորվեց իր մոտ։ Խոնարհեցեց իր սիրտը, իր գլուխը այդպես չբարձրացրեց դեպի երկինք, ինքը ճանաչեց իրան, ճանաչեց իր սիրտը, անկեղծորեն աղաղակեց Տիրոջ, հա։ Տեր ներե զիս մեղավորիս, Աստված ներեց թե չներեց, հա։ Ներեց Աստված։ Աստված ներող ողորմած Աստված է։ Իսկ այն մյուսը ինչ էր, միայն պարզենում էր։ Էս եմ արե, այն եմ արե, այն եմ արե, այսպես եմ, այս մարդու պես էլ չէ։ Եվ դրա համար ինքը մնաց իր դժվարության մեջ սիրելներ։ Եվ թող Տեր մեզի այդ անկեղծության միտքը տա հասկանանք, խոնարհվենք Աստծո առաջ։ Դրա համար տեսեք Մատթեոսի մեջ էլ տես որ գրված է այսօր ինչպես այդպես իմ միտքը սպասվել է սիրելներ ինչի համար ասում եմ իշքան որ մարդը
հեռանա ու խոնարհվի, հեռանա չարից, չարի մտքերից, ամեն ցանկություններից, խոնարհվի Աստծո առաջ, այնքան Տեր իր ողորմությունը եւ բժշկությունը կհասցնի այդ մարդուն։ Կարող է ոչ մեկ չտեսնի, բայց եթե Աստված է տեսնում, դու կարող ասես, ես խոնարհ եմ, ինչ է մեր օր։ Սա աղորը տես, մեգեցար մեր մեծ քույրիկն ասում է, ինչ ընկեր եմ մենք, սա աղորը ծառայի պես տան մեջ, բայց Աստված տեսնում է, որ իրական այդպես չի սիրելներ։ Իրական Աստված է տեսնում։ Դու քո աչքի առջև հաջո ես երևում, կամ դիմացինին ցույց ես տալիս, բայց Աստված տեսնում է, որ այդպես չէ։ Տես խոնարհության մասին, որ ասեցի, ասում է, եւ ձեր մեջ են մեծը, ձեր սպասավորը պիտի ըլա։ Աստված ասում է, եթե ուզում ես մեծանաս, աճես, զորանաս, Աստծո շնորհքով, ասում է, պետք է ինչ անես, սպասավոր լինես։ Այսինքն խոնարհվես։ Հիսուսն ասել, չէ, ես չեկա սպասավորություն ընդունելու, այլ սպասավորություն անելու։ Արես թե չարեց սիրելիներ։ Հələ մի հատ հիշենք, Հիսուսը ինչ որ արեց երկրագնդի վրա, ով է կարողանում Հիսուսի նման այդպես Տերերի Տերը, թագավորների թագավորը իջե մարդու ոտք է լվանում, մարդու ծառայություն է անում, մարդու ամեն հարցերն է լուծում, մարդու այդպես խոնարհաբար, սիրով եւ դրա համար ասում է Հայր Աստված նրան բարձրացրեց, նրան մի անուն շնորհեց, ամեն անունից վեր է ու բարձր։ Նրա անվանը պետք է խոնարհվեն, նազանդեն երկնավորները, մենք երկրավորներս եւ նաեւ սանդարամետականները, փառք Տիրոջը։ Ուզում ես, այսպես է ճանապարհը սիրելիներ։ Այդպես պետք է փնտրենք, նայենք Տիրոջ խոսքի եւ կամքի համաձայն, որտեւ տեսեք, ես միտեղ էլ կարտամ, այդպես ոչ սկզբից որ կարտում էի, ասում էի, թող էսի երիտասարդները խորեն մտածեն իրանց համար, բայց Տերը տեսեք ինչ հասկացրեց։ Առաջի թուղթ Պետրոս 5-րդ գլուխ 5-6 համարները։ Նմանապես դուք երիտասարդներ հնազանդ եղեք ծերերուն եւ ամենը իրարու հնազանդ եղելով խոնարհություն հագեք, վանզի Աստված անբարդամանուն հագարակ կենա, բայց խոնարհներին շնորհք կտա։ Եվ ասում է, ամեկդ, այսինքն թե ծեր կլինես, թե երիտասարդ, ամեկդ հնազանդ լինելով, տեսեք ինչն է, ասենք թե կարևորում է այստեղ, տեսեք, ուրեմն Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեցեք, որովհետեւ ձեզի ժամանակին բարձրացնե։ Երբ որ մարդը իսկապես սրտով է խոնարհվում, Աստված նրան բարձրացնում է սիրելիներ։ Այդպես օրինակներ մենք իշկան ունենք, հա? Իշկան ունենք։ Օրինակ, տեսնում եք Հռութի Նոյեմի օրինակը, այդ խոնարհությունը ուր հաստրեց։ Հիշում ենք Մայրամի օրինակը, այդ խոնարհությունը ուր հաստրեց։ Հիշում ենք Դավիթի խոնարհությունը, Աստված ինչպես արեց։ Եվ շատ շատերը իշքան անուններ ասես կարող ենք տալ կարտալ Սուրբ Գրքի մեջ, որ Աստված նրանց բարձրացել է։ Եվ ինչ է տեղ ունեցել, տեսեք 7-րդ համարում ասում է, ձեր ամեն հոգանոր ցկեցեք, վանզի անիգա ձեզի համար կհոգա։ Եվ բոլոր մարդիկ հոգսեր ունեն, հոգսավոր են, ասում է Տիրոջը ցկեցեք։ Սիրելիներ, այսօր մարդուն հանձնվել, առաջինը ինքը պետք է հանձնվի Տիրոջը, հետո նոր իր հոգերը, հասկանում եք։ Եթե մարդը իր, ասենք, հոգևոր վիճակը չի բերում Տիրոջ, հոգևոր վիճակը չի բանանում, առաջնայինը Տիրոջը բերում։ Օրինակ համար ես շատ անգամ լսել եմ, շատ անգամ, մեկ էսա թերթ են գրում, մեկ էսա թղթի վրա գրում են, որ աղոթեք ըստուր, որ, չգիտեմ, կուզե բարձրագույն ընդունվի, քննությունները լավ տա, կամ Ռուսաստան, չգիտեմ ինչ, ուրիշ բանի համար չի, միայն մարմնավոր։ Ես ասում ժողովուրդ ջան, թարգեք, արեք հոգևորը անենք, հոգևորի համար աղոթք անենք, մարմնավորը հետևից կգա, հա? Համաձայն եք թե չէ։ Եթե ես հոգևորի մասին խորում եմ, իմ երեխի հոգևորի համար ես աղոթք եմ անում, վերի բաների համար աղոթք եմ անում, իմ համար, իմ երեխի համար, Աստված նրա եւ ին պետք է գիտե եւ ինքը կարող անել, որտեղ ինքը ամենակարող մեր հայրն է։ Եվ իրան պետք է որպես հայր, հայրաբար խոնարհվելով մոտենանք եւ գիտենք, որ ինքը մեզի տեսնում է, մեզի լսում է եւ իր շնորհքը, ողորմությունը կանի մեր համար։ Իսկ եթե ուրիշ ձև ենք խորում մտածում սիրելներ, օրինակ ես մի անգամ մի հատ ուսանողից մի բան լսեցի։ Մեր մոտ արտիգից այդպես վերև, չգիտեմ, ոմանք կարմիր վանք կա, այդպես են ասում, կարմիր վանք։ Ինչ է ասում այդ ուսանողը, ասում է ամբողջ ամառը ես գնացի մոմ վարեցի դեղ աղոթք գրեցի, որ
ընդունվեի այդ բարձրագույն դպրոցը, համալսարանը, ինստիտուտը, վերջը։ Եվ խոսում ես լսում եմ, ասում եմ, որ գիտենայի պետք է կդրվեի, ոչ կերտայի, ոչ վառեի, ինչի՞ս է պետք։ Ես կողքից լսում եմ, տեսնում, մարդը ինչ է մտածում էլ։ Որ գիտենայի չպետք է ընդունվեի, ոչ կերտայի, ոչ վառեի։ Մարդը ասենք թե մտածում է այս բանի համար, որ հանգարտ տես չի լինում, ասում է, դրա համար ամենաառաջնային Աստծո ասես, չէ, որն է կարևորը, առաջ խնդրեցեք երկնքի թագավորությունը, արքայությունը, արտարությունը եւ մնացած բոլոր բաները, պետք բոլոր բաները Աստված կարող է տալ ձեզ։ Թող Աստված օգնական լինի մեզի սիրելիներ։ Մեզի շտկվելու այս ճշմարտության մեջ շտկվելու շատ բան ունենք։ Եթե ճշմարտությանը մենք չենք հնազանդում եւ ճշմարտությունը չենք ընդունում, ճշմարտությունը չի կարող մեզի մաքրել։ Ճշմարտությունը պետք է ընդունենք, ճշմարտությունը Հիսուսն է, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը, կյանքը։ Իրան պետք է ընդունենք, որովհետեւ մենք իր մեջ այդպես կարողանանք ճշտվել, խոնարհվել, հնազանդվել, նայել Աստծո խոսքին։ Իմ խնդրվածն է մի բան, սիրելիներ, որպեսզի մենք նայենք գիշեր ու ցերեկ նայենք Աստծո խոսքին եւ Տիրոջ առջեւ խոնարհվելով, ասենք Տեր, ողորմե զիս մեղավորիս, օգնե ինձ, հասկացրա ինձ, ամեն բան ես կարողանամ ճիշտ հասկանամ, թող իր անունը փառավորվի Հավիդյանս Հադենից